Բարև ձեզ, եթերում հրապարակային շաբաթն է։ Շաբաթը հագեցած էր տարբեր դիվանագիտական, արտաքին քաղաքական իրադարձություններով, ուստի ես կարծում եմ, որ ճիշտ կլիներ այս շաբաթվա իրադարձությունները քննարկել պրոֆեսիոնալ դիվանագետի հետ, եւ այսօրվա մեր հաղորդմանը մասնակցում է արտակարգ եւ լիազոր դեսպան Վահագն Մելիքյանը։ Բարև ձեզ, պարոն Մելիքյան, ուրախ եմ ձեզ տեսնել մեր տաղավարում։ Նմանապես։ Շաբաթվա մեջ իհարկե գլխավոր իրադարձությունը Ամերիկայի փոխնախագահի այցն էր եւ այս իշխանությունը այդ այցը հնարավորինս լայնորեն լուսաբանեց, ներկայացրեց, որ դա աննախադեպ այց է, Հայաստան առաջին անգամ նման մակարդակի հյուր է ունենում, շատ տարբեր կարծիքներ հնչեցին, վերլուծություններ հնչեցին, իրոք մի տեսակ մի քիչ էյֆորիա կար այդ այցելության առթիվ եւ հատկապես մեր արևմտամետ գործիչների շրջանակում, որոնք կարծում են, որ սրանով Ամերիկայի Միացյալ Նահանգները հաստատվում է արդեն մեր տարածաշրջանում, արդեն իր քաղաքականությունը լիարժեք իրականացնում է մեզ մոտ եւ մենք հնարավոր է որ ունենանք այդպիսի հզոր երաշխավոր անվտանգության, այդպիսի գործընկեր, որը նաև կարող է մեզ ապագայում զարգանալու լայն հնարավորություններ ընձեռել։ Պարզ է, որ հակառակ տեսակետն էլ հնչեց այս ընթացքում, մարդիկ ուշադրություն հրավիրեցին նրա վրա, որ ոչ մի ռեալ փաստաթուղթ չստորագրվեց, ոչ մի որոշակիություն չմտավ այդ համագործակցության շրջանակների մեջ, իսկ հասարակությունը շատ ավելի կենտրոնացավ այդպիսի փոքր մանր-մունր բաների վրա, էմոցիոնալ դրսևորումների վրա, գնաց ցեղասպանության հուշահամալիր, հետո ջնջեց իր գրառումը, գնաց Ադրբեջանում գնաց շեհիդների պուրակ եւ այլն, այսպիսի բաների վրա, հա, բայց ամենակարևոր հանգամանքը, որ մարդիկ ֆիքսեցին, դա այն էր, որ Ջի.Դի. Վենսը հայտարարեց, որ իրենց ըստ էության իրենց հովանուտակ է Նիկոլ Փաշինյանը եւ իրենք հակված են, ուզում են, ցանկալի է իրենց համար, որպեսզի նա վերարտադրվի այս ամառվա ընտրություններում։ Այս այցելությունը ձեզ ինչ տվեց Հայաստանին, կարող ենք արդյոք ասել, որ սա իրոք հաղթանակ էր այդպիսի դիվանագիտական եւ դա ինչ հետևանքներ կարող է ունենալ եւ Հայաստանի ներքաղաքական կյանքում եւ անվտանգային առումով։ Խնդրեմ։ Նախ շնորհակալ եմ հրավերի համար, եկեք այցը, իսկապես որի մասին շատ է խոսվել, շատ վերլուծականներ են եղել, շատ կոնսպիրոլոգիական ինչ-որ մոտեցումներ են նաև եղել, բայց եկեք զուտ սառնասրտորեն փորձենք ավելի խորքից նայել, բաժանենք երկու մասի։ Բուն այց որպես այդպիսին նկարներ, խոսքեր, ժպիտներ եւ կոնտենտ։ Առաջին մասով եթե ասենք, այո, իրավացի են, սա պատմական էր այնքան, որ աննախադեպ էր իր բնույթով, նման մակարդակ, առաջին անգամ է, որ այցելում է Հայաստան, արդեն իսկ մոտ 2 ամիս առաջ մի քիչ ավել կամ քիչ, պարզ էր, որ այդ բարձրաստիճանը կամ պիտի լինի Մարկո Ռուբիոն, պետքարտուղարը, կամ պիտի լինի Ջեյ.Դի. Վենսը, հա։ Այդ առումով, այո, նախադեպ չունեցող այց է, միջև այդ, եթե իմ հիշողությունը ինձ չի դավաճանում, մի քիչ ավելի ցածր մակարդակի երկու շատ կարճատև այցելություններ են եղել, այո, Փլոսի այն ժամանակվա քարտուղար, պաշտպանության քարտուղար Ռամսֆելդի եւ եթե չեմ սխալվում, կենտրոնական հետախուզության ղեկավարն է նաեւ այցելել մի քանի ժամով Հայաստան։ Սա այդ մասով բովանդակության մասով արդեն զուտ կոնտենտի իմաստով ինչ տվեց սա Հայաստանին, պարզվեց մի քանի, այսպես ասենք, փչված փուչիկների այդ առասպելը, հա, պայթեցին այդ փուչիկները միանշանակ եւ իսկապես պատիվ նրանց, ովքեր առաջինը դա հայտնաբերեցին, ես միշտ ասում եմ, որ ոչ միայն բառերը, ոչ միայն նախադասությունը, ոչ միայն բառերը, այլ նաև ստորակետները մեծ նշանակություն ունեն միջազգային հարաբերություններին եւ դիվանագիտությանը, որ ցավոք սրտի այս վարչակազմը բացարձակապես չի տիրապետում ոչ ստորակետներին, ոչ, այսինքն տենց բան է իրանց համար, էլի դե կետադրական նշանակը դնենք կանցնենք, այնինչ դրա տակ հսկայական ենթատեքստեր կան, դրա տակ հսկայական այսպես խութեր կան, որոնք չեն երևում անզեն աչքով
եւ դուք ճիշտ նկատեցիք հասարակության բավականին լայն շերտ ավելի մակերեսային բաները տեսա, բայց խորքային իմաստը, որը ամենակարևորն է այս պարագայում, վերջի փոխնախագահը Միացյալ Նահանգների դեռ շարունակական միակ ու ամենազորավոր պետության աշխարհում այցելում է քո երկիր, հա? Դու առաջին հերթին պիտի ամեն ինչ հնարավորինս պիտի ստանաս խաղես, քամես, ինչքան որ հնարավոր է քո, այսպես ասենք, վաղվա շահերի համար։ Նայեք, քանի որ այս իշխանության միակ անկրկնելի եւ չգերազանցելի շահը շարունակաբար շարունակում է մնալ աթոռին, այսպես գանված լինելու, սոսնձված լինելու հանգամանքը, եւ եթե քո շահը միայն այդտեղ է կենտրոնանում, դու արդեն մնացած քո գործողությունները ոնց մի քանի ժամ հետո մեկ էլ էֆիր դուրս կգաս, որ ռուսներին այսպես շոյես ու ասես, որ հանկարծ չմտածեք, որ սա սպառնալիք է լինելու, ոնց հետո սկսես նկարագրել քո անկրկնելի հարաբերությունները, լավ հարաբերությունները, չգիտեմ, Ռուսաստանի նախագահի եւ վարչապետի հետ, մեկ նախադասության մեջ 4 անգամ սխալվես, երկրորդ նախադասությունը լրիվ հակասական բերես առաջին նախադասության տեղ, սա խոսում է նրա մասին, որ շատ անսպասելի ձևով մենք զրուցում էինք միասին, ես ձեզ ասացի, որ սայթակումները միշտ չի, որ այդ սպասվելիք շատ տենց դարակազմիկ նշանակություն ունեցող սխալ քայլի արդյունք պիտի լինի։ Դրանք կարող են շատ փոքրիկ լինել։ Եվ այդ փոքրիկը արդեն դարակազմիկ բացասական նշանակություն ունենա, այդ սխալ քայլը անուղին։ Վարչակազմի ղեկավարը եւ բուն վարչակազմը ինքնին արդեն գաղտնիք չի, որ վերջերս արդեն շարունակաբար սկսել է այդ սխալներ գործելու շղթան։ Եվ սա չի կանգնելու, հասկանում եք, բայց իրենք իրենց սխալները որպես ճիշտ են ներկայացնում, չէ՞, այդպես չի որ ընդունում են։ Այո, ճիշտ եք, բայց կա մի հատ շատ կարևոր հասկացություն՝ ժամանակի կորուստը։ Դու երբ որ կորցնում ես այդ ժամանակը, դա շախմատային լեզվով կոչվում է ցուկցվանք։ Այսինքն իր բուն բացատրությունը ցուգը դա գնացքն է գերմաներենով, ցվանգը խոճապի մատնվել։ Այսինքն ընթացքի ժամանակ դու երբ որ սկսում ես ժամանակը կորցնել, այսինքն ժամանակի գիտակցական կորուստ է լինում քեզ մոտ, որովհետև դու ավելի կենտրոնացած ես ոչ թե ժամանակի, այլ արդեն ասացի սոսնձված մնալու հանգամանքի եւ այդտեղ դու ամեն ինչ պիտի անես այդ ուղղությամբ, երբ որ ժամանակը արդեն սկսում է չներել, դու այն սխալը որ անում ես, այդ սխալների շարքի է վերածվում։ Հա, ու այդ սխալը յետևից ամեն սխալը բերում է մյուս սխալները։ Եկեք միասին թվարկենք, հա, մեզ լսողները։ Տեսեք, մենք մի քիչ շատ երևի ավելի հեռու պիտի գնանք։ Սխալներից ամենա, այսպես ասենք, ցցունը, որ մի ձեռքով դու քննադատում ես, որ մենք ձվերը դնում ենք ձվերը դնել ենք մի զամբյուղի մեջ եւ սա կատաստրոֆիկ սխալ է եղել նախկինում, դա սուտ է, գիտեք, որ աստիճանի, որ մակարդակի։ Եթե դու դա գնաս գյուղատնտեսության նախարարության աշխատակիցներին բացատրես իմ խորին հարգանքը իրենց, կամ էներգետիկայի, կամ չգիտեմ, դիվանագիտության պարագայում դա չի անցնելու, հասկանում եք, որ դիվանագետներն են հենց առաջին շարքում տանում քո արտաքին քաղաքականությունը։ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը սկսած վերանկախացման առաջին տարիներից երբեք մղված կամ ուղված չի եղել բոլոր ձևերը մի զամբյուղում, կարող է կոնկրետ մի կենտրոնի հետ դու ունես ավելի խորացված ռազմավարական եւ բնականաբար պատմական ինչու ոչ այն հարաբերությունները, որոնք շատ ավելի հին սերունդներից են գալիս, բայց դա որևէ պարագայում չի նշանակել, որ դու իսկապես բոլոր ձևերը դրել ես մի զամբյուղի մեջ, մնացած հնարավոր զամբյուղները տերմիններ են ունեցել կոմպլեմենտար քաղաքականություն, եւի քաղաքականություն, կամի քաղաքականություն։ Հիմա այդ կոմպլեմենտարը եւը դիվերսիֆիկացում այդ բառը որ գեղեցիկ է, իրանք սիրում են այդ բառը։ Իրենք բալանսավորված եւ բալանսավորման։ Բալանսավորելու եւ բալանսավորվելու։ Գիտեք, հայերենը շատ ճկուն լեզու է եւ հնարավոր է շատ ու շատ հոմանիշներ փնտրել, բայց ամենածանր հոմանիշը, որ այսօր կա գլոբալ իմաստով, դա Զանգեզուրի Միջանցք եւ Թրիփ հոմանիշներն են, որոնք ուղղակիորեն հոմանիշ են եւ
որևէ տարբերություն չկա այդ միջանցքային տրամաբանություն կոչվածի մեջ։ Գալով կոնտենտի։ Ինչա կատարվել Հայաստանում։ Բնական էր, որ ամերիկյան գեղեցիկ ժպիտով շատ խարիզմատիկ JD Vance-ը, որը իդեպ սա ամերիկան է։ Ամերիկան միշտ կարողացել է այս picture-ն ասում է, պատկերը, այդ պորտրեը ստանա, այսինքն ինչպիսին էլ մարդը լինի, ինքնաթիռից որ դուրս է գալիս, բոլորի մոտ էս միանգամից այդ հոլիվուդյան ժպիտն է գալիս, հա այդպես ուրախ, այդպես հուզաթոթով, որ սկսվեց այդ ամեն ինչը, ինչ եղավ առանցքային երկու կարևոր հանգամանք եմ ուզում նշել։ Ստորագրվեց հայտարարություն առ այն, որ Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջև միջուկային համագործակցության շուրջ բանակցությունները ավարտվել է։ Սա նորմալ պրոտոկոլային քայլ է ընդհանրապես, որ ֆիքսում է, որ ավարտեցինք, վերջացրեցինք։ Հաջորդ քայլը որտեղ կլինի, դեռ որևէ մեկը դրա մասին չգիտի։ Եվ հաջորդ ամենակարևորը վերջի վերջո արտահանումն ու ներդրումը այնքան տարբեր բաներ են, հասկանում եք, եւ 9 միլիարդի պատմություն։ Նաեւ հաշվի առնելով այն փաստը, որ այսօր Միացյալ Նահանգների ղեկին նստած է մի մարդ, որը ուղն ու ծուծով բիզնեսմեն է։ Բիզնեսմենը շռայլություններ չունի։ Բիզնեսմենը ունի շատ սառը հաշվարկներ եւ մաքսիմալ իր գրպանը լցնելու կամ իր շահը ավելացնելու խնդիր։ Որտեղ կարող է ինքը քիչ դնի, շատը ստանա, որտեղ կարող է բանակցի իր անվան համար ոչ մի բան չդնի, բայց միևնույնն է ստանա, ինչ որտեղ ընկերական կողքը լինելու, ձեռքը բռնելու հանգամանքը, հա, եւ նաեւ այդ կա ռիսկի եւ ագրեսիայի գործարարական մասը, Թրամփը իր ամբողջ կյանքում այդպեսին է եղել։ Ինքը շատ ռիսկի ներդրող է եւ ագրեսիվ ներդրող է, հա, իր անցյալը հենց դրա մասին է խոսում։ Եւ այդ իմաստով դա ուղղակի պրոյեկտել է քաղաքականության մեջ։ Հիմա տեսեք, Witkoff, չէ, շատերի համար այս մարդը ամերիկյան ներդրողներից կամ անշարժ գույքի, այսպես ասած, լուրջ խաղացողներից մեկն է, բայց ինչքան հմտություն պիտի ունենաս բանակցային իմաստով, որ դու բացարձակապես չտիրապետես քաղաքական կամ միջազգային հարաբերությունների, այսպես ասենք, ազերին, այբենարանին եւ խորքերին, բայց ինչքան ուղեղը ճկուն պիտի լինի, որ դու այսօր համաշխարհային մակարդակով դեմք ես դարձել։ Եվ ընդունենք, որ Witkoff-ի դերակատարումը Ռուսաստան եւ Ամերիկա մերձեցման կամ բանակցային process-ը սկսելու, շարունակական դարձնելու, ավելի խորացնելու շատ բան է, ինդիվիդուալ, այսպես հստակ երևացող է։ Ինքն էլ ունի որոշակի խարիզմա եւ ինքը կարողանում է այդ մերձեցման լեզուն ճիշտ իմանալ, որտեղ գործարարները այդ լեզուն շատ լավ գիտեն։ Դա չէ, Թրամփը ոնց որ թե իր նմաններով իրեն շրջապատել է եւ շատ հետաքրքիր։ Ուրիշ ձև չի կարող։ Առաջին հայացքից նայում ես, լավ, գործարար, բիզնեսմեն, այս մարդը ինչ գործ ունի գնա այդ դիվանագիտության խորը լեզվին տիրապետի հմտությունների, բայց արի ու տես, որ դա աշխատող մեխանիզմ է։ Եվ այդ ագրեսիան, եւ նաեւ այդ հմտությունները մանևրելու եւ նաեւ time out վերցնելու որոշակիորեն time out-ը հենց վերաբերում օրինակ Իրանի հետ զարգացումների, որ առաջի հայացքից նահանջ չթվա միևնույն է այդ ագրեսիվ մյուս ձեռքը պահելու համար, այսինքն աշխարհի այս փոփոխական իմաստով այդ ուժեղ լիդեր պիտի լինես, որ այդ բանը անես։ Մարդը նայեք ինչ է ասում։ Կներեք, որ մի քիչ տարածվում եմ, բայց շատ արագ։ Խոսում է Շվեյցարիայի նախագահի հետ Թրամփը։ Ասում է դե ինքը սկսեց ինձ բացատրել, որ մենք վատ ենք, ասում է, մենք չենք կարա, չենք ձգի եւ այլն տոկոսները, բան։ Բայց ասում է ինքը լավ մարդ է, բայց իր տոնը իմ դուրը չեկավ։ Ինչ որ տոնով էր հետս խոսում։ Ես էլ ասի, հա, ես շատ լավ հասկանում եմ, որ այդ 30%-ը վատ է, բայց քո տոնը ինձ մղում է նրան, որ ես 39% պիտի սարքեմ, հասկանա՞, եւ դրանից փախուս չկա, որովհետեւ նորից եմ ասում, գերհզոր էկոնոմիկա ունեցող երկիրը
այո, ուժերի դիրքերից ինքը եւ տնտեսական լծակներ նաեւ ունենալով եւ նաեւ դոլարի ֆակտորը, չնայած ինքը 2 օր առաջ հայտարարեց, որ դոլարը կործանվում է եւ հենց հիմա աշկերիս առաջ կործանվում է, Թրամփի գրառումն է եղել բորսաների հետ կապված եւ այլն։ Այնուամենայնիվ, այս մարդու ուղեղի մեջ այդ գումարներն են, որ միշտ պատտվում են։ Բիզնես Բիզնես մտածողությունը աշխատում է նաև հիմա այս պետության իրավիճակում այս մարդը անընդհատ քննադատում է, որ դուք միշտ փող եք դուրս տվել, նամանավան սլաքները Օբամային ա ուղղում, նախորդներին, Բայդենին առավելապես եւ այլն։ Այս միլիարդները, տասնյակ միլիարդները, ասես դուս եք տվել, դիմացը ոչ մի բան չեք ստացել։ Դուք ո՞նց եք սպասում, որ այս մարդը բերել է մի հատ 5 միլիարդ տնի Հայաստանում, մի հատ 4 միլիարդ տնի Հայաստանում։ Ամերիկացիները նաև մեկ այլ այսպես մոտեցում ունեն, իրենք կարող են իրենց գործընկերներին, իսկ դրան գաղտնիք չեն, որ երկրներն են շատ մերձավոր մեր տարածաշրջանին գտնվող, դա առաջնային բնականաբար ծոցի երկրներն են եւ նաև կարող են այդ միջնորդական որոշակի հոսքերը ապալ, բայց ոչ այս պարագայում, որովհետեւ այստեղ շատ հստակ խոսվում է, որ ուզում եք կստանաք, եթե վճարեք։ Ամբողջ խնդիրը կայանում է հենց այստեղ, հասկանում եք, այսքան ապրանքի արտահանումը դա է նշանակում։ Այդ արտահանումը հիմա աշխարհում ոչ ոք ոչ մեկին ոչ մի բան ձրի չի տալիս։ Նամանավան նկատի առնելով, որ այն ճգնաժամային իրավիճակները, որ տարբեր կետերում կան աշխարհի, բավականին այսպես խստապահանջ են դարձրել այդ երկրներին, ովքեր որ ներգրաված են, որպեսզի ավելորդ այսպես ռեսուրսներ չկան։ Հետո եկեք չմոռանանք, որ այդ երկրների բնակչություններն էլ սկսել են արդեն դժգոհել, որովհետև իրենք հարկ են տալիս, բայց այդ հարկերը կարծես թե գնում է ուրիշ ափեր եւ որևէ այսպես շոշափելի արդյունք չեն ստանում դրա դիմաց։ Հիմա այստեղ հենց սա է խնդիրը, որ Ես արդեն մի հետաքրքիր վերլուծություն կարդացի, մարդիկ գրել էին, որ ըստ էության շատ թանկ է նստում Նիկոլ Փաշինյանի իշխանության մնալը Հայաստանի համար։ Եթե այդ գնահատել էր, որ այդ 9 միլիարդը Հայաստանը տալու է նրա համար, որպեսզի Նիկոլը մնա, Նիկոլին պատժկա լինի, հա, Ամերիկայի կողմից։ նույնիսկ ասվեց, որ ավանսն էլ արդեն տվել են 11 միլիոնով այդ անհասկանալի այդ դրոնները։ Խոսվում է դրոնների մասին, Արմինե ջան, որ Հայաստանը այդ դրոնները արտադրում ախր չի կարելի էլի այդքան թերագնահատել եւ այդքան բանի մեջ է 11 միլիոն դոլար տվել եք այդ հետախուզական ինչ-որ դրոնների, այո, սա կարող է դիտարկվել նաև որպես ավանս, որտեղ հիմիկվա հարաբերությունները տեղավորվում են նաև ձեր ասած Եվ վերադառնալով այդ էներգետիկ պայմանավորվածություններին, հա, շատ քննադատվեց այդ մոդուլային կայանների հանգամանքը, որ նախ որտեվ Ամերիկան չի համարվում այդ մոդուլային կայանների լավագույն արտադրողը, չունի նման փորձ եւ առհասարակ մենք ունենք շատ ավելի լավ մեզ համար ձեռնտու առաջարկներ են ներկայացում այլ երկրներից, մասնավորապես Չինաստանից կա, Ռուսաստանից կա նման առաջարկ եւ եթե մենք համաձայնում ենք այս թանկ մոդուլային կայանները բերում ենք, տեղադրում ենք մեր երկրում, նախ մի կողմից ուրեմն ատոմականը փակելու խնդիրն է լուծվում, որը Թուրքիայի այստեղ թուրքական ականջները միանշանակ այդտեղ են, այո։ Եվ բացի այդ էլ մարդիկ կանխատեսում են, որ այս մոդուլային կայանների արտադրած էներգիան շատ թանկ է լինելու մեր սպառողի համար։ Այսպիսի ոչ խելամիտ, ոչ շահավետ պայմանավորվածություններ ձեռք բերել, երբ որ Հայաստանը այնպես չի, որ sense միլիարդների մեջ լողում է եւ կարող է այսպիսի իրեն շռայլություններ թույլ տալ։ Մեր քաշվից է դուրս գալու, այո։ Հա, զարմանալիորեն, ասենք, մեր ընդհանուր միջոցների ծախսելու այդ ցինիզմը, այդ լկտիությունը, որ իրենց այդպիսի իրավունք են վերապահում գնալ այսպիսի ճանապարհով եւ դա չի քննարկում հանրության հետ, չի դրվում, չեն լսում մասնագետների կարծիքը, հա, սրա դեմը ո՞նց կարող ենք առնել, ես չգիտեմ, ասենք, այսքան որ գրում ենք, բացատրում ենք, մարդիկ խոսում են այդ մասին եւ զրո արձագանք այս իշխանությունների կողմից։ Հավատացնում եմ ձեզ, եթե թարգմանչական կիքսը չբռնվեր, տևական ժամանակ այս իշխանությունները դա փորձել են կերակրել ժողովուրդ միանշանակ է, որտեվ հնչող թվերը բավականին բան են, գիտեք, տենց ուղեղի վրա նստող են։ Հասկանում եք, որը մեկը օրինակ չի խորանում, ասենք տարիներով Ռուսաստանից ինչ օգնություն է եկել, ինչ գների մեջ, Չինաստանից ինչեր է հնարավոր բերել, ինչ գներով,
երեք արդեն կարդացի, որ առաջին անգամ Tesla-ն սկսեց զիջել չինական BYD մեքենաներին, բորսաներում եւ այլն։ Սա շատ լուրջ պահեր են, որոնք հետո չինացիներին պետք չի նեղացնել։ Իսկ մենք ինձ թվում է 18 թվականից սկսած շատ առիթներով նեղացել ենք նաեւ չինացիներին։ Ոնց որ եւ նեղացնում ենք նաեւ Իրանի Իսլամական Հանրապետությանը։ Նեղացնում ենք վրացիներին, ել չասեմ ռուսներին տենց նեղացնում ենք այնտեղ։ Նեղացնել բառը միգուցե սխալ է ընտրված, ես շատ հասու լեզվով եմ ուզում ասել։ Մենք անում ենք մենք։ Իրենք վարչակազմը անում են քայլեր, որոնք երբեք չեն մոռացվում։ Եվ դիվանագիտության մեջ կան սխալներ, միջազգային հարաբերություններում կան սխալներ, որոնք երբեք չեն ներվում։ Ես սրանից եմ շատ ավելի սարսափում, ինչու, որովհետև երբ որ դու չմտածված ես գնում դրան, կամ թեկուզ նույնպես գիտակցված առանց անալիտիկ խորքերը մտնելու, դու դատապարտված ես, վաղ թե ուշ դատապարտված ես։ Ինքը կարող է ունենալ շատ կարճ էֆեկտ, բայց դրա երկարաժամկետ էֆեկտը միայն ու միայն բացասական է քո վրա անդրադառնալու։ Չկա դրա նախադեպը, երբևիցե որ արել են այն քայլերը, ինչ որ արում այսօրվա իշխանությունը, եւ հետո տարիներ անց կամ ժամանակ անց ստանում ես դրական էֆեկտ։ Գոնե ասենք որ մտածես լավ, միգուցե երկարաժամկետի մեջ սա ինձ դրական է բերելու, բացարձակ չկա, որովհետեւ այդ երկարաժամկետը արդեն նշվում է թղթերում։ Մի հատ 50 տարի, հետո մի հատ էլ 99 տարի, հասկանում եք, այդ 50 տարում, այսօր 24 ժամում աշխարհը փոխվում։ Այդ 50 տարին դուք որ տես գրում, ֆիքսում եք, թղթի վրա եք դնում, եւ այնտեղ որևէ տեղ գրված չի, որ Միացյալ Նահանգները գարանտոր, այսինքն երաշխավորը այս խաղաղության process-ի։ Դա էլ էին ուզում սղացնեին, այդ էլ չանցավ, որ գտան, չէ, որ սա ոչ թե Թրամփի երաշխավորության տակ է եղած, այլ Թրամփը ուղղակի վկա է, եւ այդպես էլ գրված է անգլերեն տեքստը witnessed by, այսինքն վկա այս մարդը ուղղակի վկա է իր ներկայությամբ բերել է երկուսին նստած։ Ինքը շատ բարձ խոստովանեց, չէ, այդ ինչի է եղել, ասեց ես տնտեսական մասով լծակներ կիրառեմ ձեր դեմ, մաքսատուրքեր կսահմանեմ, եթե չգաք չնստեք։ Այսինքն նույն է տնտեսական դիվանագիտության, ագրեսիվ տնտեսական դիվանագիտության էֆեկտը այս պարագայում էլ է աշխատել։ Սա է խնդիրը, դրա համար բայց ինքը դա փորձում է ներկայացնել, որ տեսնում եք Հայաստանում առաջին անգամ 99 տարվա, 100 տարվա ծրագիր է իրականացվում։ Այդ նշանակում է 100 տարի երաշխավորված է մեր պետության գոյությունը։ Լավ մարդը չի ասում։ Անցյալում նման բան չի եղել եւ այլն։ Լավ մարդ չի ասում, ասենք Միշուստինի, Պուտինի նման, այս Թրամփի հետ շատ բարի, շատ ջերմ հարաբեր։ Երրորդ անգամ մարդը մոտենում ասում է, ինձ հիշում ես, ես Հայաստանի վարչապետն եմ։ Թրամփին հասկանում եք, այսինքն պարզա պիտի անեն։ Պարզա, որ մտել ենք մի հատ շրջան, որը նախընտրական շրջան է կոչվում, ցանկացած նմանատիպ միջազգային քարտ ինքը պիտի օգտագործի եւ լրջորեն պիտի օգտագործի։ Միացյալ Նահանգները գնեն, վաղը մյուս օր Եվրոհամայնքն է, այստեղ մեծ հավաք ունենալու կտեսնեք նույն ճառերը պիտի հնչեն ամբիոններից, որ Նիկոլն է մեր ընկերը, սա այն մարդն է, որ երկարաժամկետ կհամագործակցի եւ անպայման ինքը գալու է եւ մտնի մեր եվրոպական ընտանիք։ ընտանիք։ Բայց գիտեք, ես կասկածում եմ, իրոք իրենք այդպիսի մտավախություն, տագնապ ունեն, որ եթե Նիկոլը փոխվեց, այս երկրում այլ անձ եկավ իշխանության, այլ քաղաքական ուժ կարող են փոխվել քաղաքական ուղղությունները։ Տեսեք, այստեղ տագնապի խնդիրը չի, այստեղ հեշտ ու դժվարի խնդիրն է։ Պարզա չէ, ով էլ գա իշխանության, այնպես չի, որ պիտի չեղյալ համարի ամեն ինչ, սրբի տանի ամեն ինչ, որտեղ վերջի վերջո կան միջազգային պայմանավորվածություններ, որոնք պիտի հարգվեն։ Պայմանավորվածությունները միշտ են հարգվում։ Այդ նա կարող է ամեղսունակ դառնա, ասի ես չեմ գիտակցել, ես ինչ եմ արել, բայց այդ բեռը մնում է մնացած սերունդների վրա, հասկանում եք, այստեղ խնդիրը ուրիշ տեղ է, Արմենի ջան։ Այստեղ ընդդիմությունը եւ ընդհանրապես հասարակական ընդդիմադիր մասը պիտի կարողանա ճիշտ ձևակերպումներ տա։ Միջազգային սիգնալների մասին է խոսքը գնում։ Ներքին խնդիրներում տնտեսական բլոկ կլինի, սոցիալական բլոկ կլինի, մեր ներքին հարցերի մեջ կարող են լինել տարբերություններ, բայց ինչ որ ձևով այդ ընդդիմադիր դաշտը, նամանավանդ քաղաքական միավորները
պիտի որոշակիորեն պայմանավորվածության գան։ Եթե շատ դեպքերում չեն համաձայնեցնում, չեն կարողանում համաձայնության, գոնե պիտի պայմանավորվեն, Պայմանավորվածության միմյանց հետ, թե չէ, նկատի ունեմ պայմանավորվածության աշխարհի դրսի հետ։ սիգնալների համար։ Նայեք, ինչքան 180 աստիճանով դու տարբեր մոտեցում ես փորձում ցույց տաս, այնքան ավելի վանում ես քեզանից։ Բայց երբ որ դու սկսում ես խոսալ, որ նայեք, այդ միակողմանիությունը հաստատ չի լինելու։ Նախ նորից եմ կրկնում, էլի, եկեք մի հատ լավ ֆիքսենք, էլի, որ լավ, ախր ինչ ձև ուրիշ բացատրենք, որ այդ միակողմանի կոչվածը այդ անուններով տանք, էլի, ռուսական ուղղությունը, որ այդքան sense բանը առաջացրել սրանց մոտ, որ հա, հեսա տեսանք, ես գնացիք այդ ծայրագավառն, հիմա ծայրագավառը ինքը այսօր աշխարհի ծայրագավառը ասում, ինքը չի ասում Ռուսաստանի ծայրագավառ, բայց ինքը ժամանակին ասել է դրա մասին, գուբերնիային ասում, ամբիոնից է դրա մասին, բայց հիմա այսօր ինքը ասում է աշխարհի ծայրագավառ, ինք գալիս ենք դեպի կենտրոն։ Բնական է այդպիսի բան չկա, որովհետև կենտրոն են գալիս նրանք, ովքեր a. ուշի մեխելացի են, հմուտ են, b. ունակ են եւ g. ճիշտ օրակարգ ունեն ազգային առումով։ Այստեղ national բառը դուրս է գալիս, ընդհանրապես ազգային բառը, անընդհատ իրանք փորձում են դուրս մղել ամերիկացիներին, որ այդպես ողջագուրվում են, այդ ժպիտներով ընդունում են, այդ national բառը ամեն տեղ կտեսնեք, որտեղ այդ nation-ը իրանց համար շատ բարձր, ամենաբարձր, այո, բարձր նշանակություն ունեցողն է, հասկանում եք, այսինքն այս իմաստով պիտի փորձել, այո, ինչու ոչ, նույն ընդդիմադիրները անպայման խոսեն, Արևմուտքը կլինի, Չինաստանը կլինի, Իսլամական Հանրապետությունը, Իրանը կլինի, այդ խոսակցությունը պիտի կարողանան կառուցել։ Ես հասկանում եմ, դա շատ դժվար է, դրա հնարավորությունները շատ ավելի քիչ են, որովհետև սովորաբար խոսում են իշխանությունների հետ, հասկանում եք, բայց այդ կամուրջները գտնելը եւ աշխատելը այդ ուղղությամբ բան չի էլի, որ տենց դա չլալիք է։ Չի կարող այդպիսի բան լինել, շատ պարզ պատճառով դու ուզում ես, կպնում ես այդ գործին 100% տեղ հասնող ես։ Երկրորդը, մեկ-մեկ ասում են ուղարկում ենք այդ ուղերձները, չգիտեմ, մեր մոտեցումները, դիրքորոշումները եւ այլն, դա ոչ միտեղ չի հասնում, սուտ է, այդ Հայաստանում կարող է թուղթ գնա կորի, այնտեղ որևէ թուղթ չի կորում, լինի դա եվրոպական ուղղություն, թե լինի ամերիկյան ուղղություն, որտեղ այդ թղթերը հավաքվում են, պահվում են մի հատ գեղեցիկ տեղ, դրանց վրա կառուցվում են ռիպորտներ, զեկույցներ, վերլուծություններ, որոնք հետագայում նստում են Վենսի նման մարդկանց սեղանին, հասկանում եք, եւ այդ իմաստով, այո, այդ աշխատանքը պիտի տարվի, միանշանակ պիտի տարվի, պիտի ցույց տրվի, որ մի սարսափեք, հա, այս իշխանափոխությունից։ Կարող է գործերը ավելի դժվար լինեն, մենք արդեն ավելի գործընկերային սկսենք խոսել ձեզ հետ, բայց սա շարունակական է լինելու եւ գոնե որքանով ես գիտեմ, մեր ընդդիմադիր դաշտի հիմնական, այսպես ասած, խաղացողները միշտ այդ դիվերսիֆիկացված մոտեցման հարցը միշտ են բարձրացրել են։ Դուք ցցուն չեք տեսնի, որ միայն մի ուղղության վրա են նստած եւ վերջ։ Ռուսաստանը, որ Ռուսաստան է ինքը մի ուղղության վրա նստած չի։ Չինաստանը, որ Չինաստանը, ինքը մի ուղղության վրա նստած չի։ Նույնիսկ Իրանի Իսլամական Հանրապետությունը մի ուղղության վրա նստած չի։ Կարող է մենք շատ դեպքերում մի ուղղությունն ենք տեսնում, բայց վերջ-վերջո եկեք չմոռանանք, որ դիվանագիտությունը նաև լրելիային աշխատանքի բանն է, արվեստ է։ Կուլիսային հսկայական աշխատանք կա, որին այդպես էլ դա հասու չի որևէ ձևով հասարակության ինչ-որ շերտի բացառությամբ շատ փոքր այսպես խմբերի, ովքեր հենց այդ բանակցությունները տանողներն են։ Էս է հարցը, հասկանում եք, որովհետև կուլիսային աշխարհը շատ ավելի խորն է։ Այդ քանի որ մենք այդ deep state կոչվածը, այդ խորը պետության հասկացությունը մենք չունենք, իսկ այնտեղ ամեն ինչ խորը պետության վրա է հենված, ես խոսքս դարերի ավանդույթ ունեցող դիվանագիտություն ունեցող երկրների մասին է, այստեղ այդ deep state-ը շատ լուրջ աշխատում է։ Կարող է անդիմությունը deep state-ի ներկայացուցիչների վրա դուրս գալ եւ աշխատել։ Փայլուն, փառայեղ, թող անեն, բայց պիտի արվի, նստել ձեռքները ծալած եւ ասել, որ սա չի լինի,
դա ուղղակի բան ժանրից է, էլի, անլուրջ Լավ, է։ ես միշտ, այսպես ասած, միշտ կասկածով եմ վերաբերվում այդ դրսի ուժերի մեծ հնարավորություններին Հայաստանում իշխանություն փոխելու կամ իշխանություն պահելու, որովհետև միշտ ասում եմ, որ ի վերջո հայ մարդն է, Հայաստանի քաղաքացին է գնալու քվեարկության եւ նույնիսկ մեր Սփյուռքում գտնվող մեր հայրենակիցները, որոնք Հայաստանի քաղաքացի չեն, այդքան հնարավորություններ չունեն ազդելու մեր ընտրությունների ելքի վրա, ինչքան որ թվում է թե այս միջազգային հանրությունը, այ տեսեք Թրամփը, չգիտեմ, Վենսը, Նիկոլին Պաջերշկային անում, ուրեմն ինքը ավելի մեծ հնարավորություններ։ Դուք ո՞նց եք կարծում, արդյոք ունի միջազգային հանրությունը կարող է դա հոգեբանորեն ազդել մեր ընտրողի վրա, հա, այս այցելությունները, իրենց աջակցությունը, թե հակառակը մարդիկ մտածելու են, որ ինչ եք միջամտում ի վերջո Հայաստանի, այս անգամ այդ Վենսի հայտարարությունը, որ ես կուզենայի տեսնել իրեն հաջորդ որպես վարչապետ, կարծում եմ նաև ինչ-որ մի շրջանակների մոտ կարող է հակազդեցություն չի առաջացնել, տհաճ բան է դա, ի վերջո ով ես դու, եթե նույնիսկ Ամերիկայի փոխնախագահն ես, դա չի նշանակում դու իրավունք ունես գաս եւ Հայաստանի տարածքում ինչքան եք արհամարում, ինչքան եք անհարգալից վերաբերվում այս ժողովրդի նկատմամբ, այո, որ դուք այդպես հայտարարություն եք անում Շատ Հայաստանում։ ճիշտ նկատեցիք Արմինե ջան, երիցս ճիշտ նկատեցիք, որ այո, այդ խնդիրը կա եւ դա շատ լուրջ խնդիր է։ Դա առաջին հերթին գալիս է քո թուլությունից։ Դա առաջին հերթին գալիս է ոչ թե որ ամբողջ ժողովրդին չեն հարգում, հա, հայերը մշտապես եղել են հարգանքի կենտրոնում։ Միացյալ Նահանգների նման երկրի համար հայերը միշտ է եղել։ Նույնիսկ եթե արհեստական մասը վերցնենք, այսինքն երբ որ այդ ընտրությունների ժամանակաշրջանում այդ սիրաշահման խնդիրը պիտի լինի եւ ձայների կորզման հարցը պիտի լինի, միշտ եղել են, բայց եղել են նաեւ հարգանքի, շատ լուրջ հարգանքի կենտրոնում։ Մեզ մոտ մի քիչ աբսուրդ է ստացվել։ Փաստորեն Հական Ֆիդանին եւ Ջեյդի Վենսին կարելի է, բայց ասենք ռուսական, չինական, պարսկական, վրացական շրջանակներ Սալավյովի մի հայտարարություն ինչի չի կարելի, ինչի չի կարելի, որովհետեւ հակոտնյա է այդ անձին։ Մարդիկ հենց անձով են դա պայմանավոր։ Այո, դա վիրավորական է։ Ասել, որ դա ազդեցություն չունի, դա ունի որոշակի ազդեցություն, բայց երբեք 100%-անոց ազդեցություն։ Այսինքն, այս առիթն էլ ես օգտագործեմ, ելի եմ ասել, կկրկնվեմ, ժողովուրդը սրանից ոչ թող փախնի, ոչ վախենա, ոչ սարսափի ու մտածի, ոչ էլ ուրախանա, չուրախանա միայն նրա համար, ժողովուրդ ջան, այ տենց են ձեզ վերաբերվում։ Փաստորեն այդ ձեր ձայնը, որ որոշիչ պետքա լինի, դրա համար նաև հասարակական շատ շերտեր կան, որ այս բաներից, այս ճնշման տակ իրանք ուղղակիորեն թևաթափ են լինում եւ ասում են միևնույն է, մեծերը եթե որոշել են, որ սա պետք է լինի, իմ ձայնը ով է։ Ուրեմն եկեք հստակ ֆիքսենք։ Նախ եթե ժողովուրդը մեծամասնությամբ եւ իր ակտիվությամբ ցույց տա, որ ինքը իսկապես չի ուզում, որ այս իշխանությունները մնան իշխանության, ուզում է այլմոլորակայինները իջնեն, ուզում են Ամերիկան կրկնապատկվի, ուզում են մյուսները իջնեն, մյուսները բարձրանան, այդ ժողովրդի հետ կսկսեն արդեն խոսել, որովհետև աշխարհն է այդպեսին։ Խոսում եւ քննարկում են հարցերը մեծամասնության հետ։ Այսօր մենք ունենք մի հատ ցած աբսուրդ։ Այս իշխանությունը փոքրամասնությունա լինելով պայմանական մեծամասնություն ազգային ժողովում, քվեարկող գլուխներ ասենք, բայց ժողովրդի մեծամասնությունը եւ դա արդեն գնում է ուղղակիորեն բոլոր սոցիալական հարցումներով, ստատիստիկայով, ընդհանուր տրամադրվածությամբ փողոց դուրս եկեք, մարդկանց հետ խոսեք, տաքսի նստեք վերջի վերջո, վաճառողներ, որոնց ղեկավարները այսպես առաջին հայացքից թունդ նիկոլականներ են, բայց այդպիսի բան չկա, եւ այլն եւ գործարար աշխարհի ներկայացուցիչը, որոնք առաջին հայացքից աջակցում են, բայց խորքում եւ փոքր սենյակներում աշխարհին լուտանքը թափում են, որ զզվել են ինչու, որովհետեւ գործարարներն էլ արդեն սկսել են այս ամեն ինչից հասկանալ, որ սրանից ուղակի լավ հոտ չի գալիս։ Այնպես որ սիրելի ժողովուրդ, որքան էլ որ այդ ճնշումը
լինի հոգեբանական առումով շատ ճիշտ է, այո, ինքը որոշակի բնականաբար հոգեբանական ազդեցություն թե էս ինչքան լավ տղա է, որ Վենսի նման տղեն եկավ ասեց, մի անգամ էլ ուղակի շոկի մեջ է, ինձ այդպեսի մի լուր ասեցին, անդրադառնամ դրան, մարդը բժիշկ է, հասկանում եք, գրագետ, շատ լուրջ ճանապարհ անցած եւ գնահատական նայեք այդ Օգոստոս Ությանի հետ տեսակ Նիկոլա Ալիևի քթից ոնց բրեց, քաշ տվեց Վաշինգտոն ու ստիպեց, որ այդ թուղթը ստորագրի, հասկանում եք, մենք ունենք այս անհասկանալի այդ ուղեղները մթագնած, այլևս օրվա լավ արդյունքով կամ իրանց գրպանը մի քիչ ավելի շատ լցնելով մարդկանց անհասկանալի մոտեցումներ, որոնք իրականությանը աղերս չունեն։ Միացյալ Նահանգները կլինի, Ռուսաստանը կլինի, Ֆրանսիան կլինի, Չինաստանը կլինի, որևէ ուրիշ երկիր կլինի, որևէ մեկը իրենցից չի որոշում Հայաստանի ճակատագիրը, այնպես ինչպես կորոշի հայ ժողովուրդը։ Կորոշի հայ ժողովուրդը, որ Նիկոլը չի լինի, ուզում է 10 հատ Ամերիկա լինի, ուզում է 20 հատ Ռուսաստան լինի, Նիկոլի կողքը կանգնած, չի կարող այդպիսի բան լինել։ Եվ այդ ժամանակ կտեսնեք մի անգամից ոչ թե փոխվում է, այլ մարդիկ կգնան հաստատ երկխոսության։ Սա է։ Դուք մի հատ մեծ փողոց գեներացեք եւ դուք ասեք դա գեներացրել ենք 100,000-ով էլ է եղել, տասնյակ հազար, ոչ, դա գեներացման սաղմ է։ Դու պիտի կարողանաս դա պահես։ Եթե կարողանում ես այդ թիվը, նիշը պահես եւ ավելի բարձրացնես, քո հետ սկսում է խոսել։ Սա միանշանակ է։ Եվ ցույց տաս, ես չեմ ուզում այս իշխանությունը։ 8 տարի եղան, հերիք է։ Ինձ բավական է, ես հասկացա, որ ես սխալ ընտրություն, ինչպես հազարավորներ, հիմա ասում են, ես հասկացել եմ, որ ես 21 թվին էլ եմ սխալ ընտրություն արել, արդեն դրա մասին են ավելի շատ սկսել խոսել։ Եվ գինը էլի գինը հասկանում եք, եթե այդ կորուստները, բաները չլինեն, ինչ-որ տեղ հլը փորձենք ռացիոնալության ինչ-որ հատիկներ գտնել, բայց դա չկա, նայեք ինչ, այդ ասֆալտներն են արդեն երևաց ինչ ասֆալտներ, այդ ասֆալտը իրանց պարծանքի բաններ, չէ, առարկաներ դարձան, խնդրեմ փողոցում ինչեր է կատարում, ինչքան մեքենաներից ինչեր է եղել։ Մի թեմայի էլ կուզեի անդրադառնայինք վերջում, ըստ էության տեսեք, հիմա միջազգային հանրություն, եվրոպական երկրներ, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, այս երկրներում կան ինչ-որ ավանդույթներ, ինչ-որ նորմատիվներ, ինչ-որ կանոններ, որի շուրջ իրենք եկել են ընդհանուր հայտարարի, հա։ Հիմա իրենք գալիս են մի երկիր, որտեղ իշխանությունը ասպատակում է եկեղեցին, իշխանությունը քաղաքական հալածանքներ է իրականացնում անմեղ մարդկանց նկատմամբ, պահում է կալանավայրերում, այնքան թափանցիկ է այդ քաղաքական հետապնդումները, որ նույնիսկ չարժի էլ խորանալ դրանց ապացույցների մեջ, շատ sense մակերեսային երևում է եւ այդ միջազգային հանրությունը հազար հատ լծակներ ունի եւ մեթոդներ ունի դա պարզելու, չէ։ Ինչու դա չի դառնում իրենց համար կողմնորոշիչ, իրենց վերաբերմունքի համար ինչ-որ ազդեցություն ունենա դրա վրա, իրենք փորձեն դրանով նաև ինչ-որ բան զսպել, եթե ուզում են նաև Նիկոլը շարունակի, այս իշխանությունը շարունակի գործել, ինչու չեն կանգնեցնում, ինչու իրենց վերաբերմունքը չեն դրսևորում, սա ինչ տեսակ դիվանագիտություն է, ես չեմ հասկանում, այսինքն հիմա եթե Հայաստանում սկսեն մարդ մորթել եւ մարդ ու միս ուտել, քանի որ իրենց ձեռ է տալիս այդ իշխանություն, իրենք ասելու են օքեյ, լավ, աչք ենք փակում այդ ամեն ինչի նկատմամբ։ Տեսեք, եթե առաջ ասում էինք դաբլ ստանդարտներ, երկակի ստանդարտ, հիմա ասում ենք քառակի, հնգապատիկ, տասնապատիկ ստանդարտներ, պարզ պատճառով, որովհետև արդեն անդրադարձա այսպես մի դրվագով, որ հին աշխարհակարգը չկա այլևս։ Եվ այն գիտակցությունը, որ այնուամենայնիվ այդ աշխարհակարգին վերադարձ չկա, բայց չկա նաև նոր աշխարհակարգը եւ դեռ գտնվում է, այսպես ասենք, ձևավորման իր փուլում, այս իմաստով մաքրվում են տեսանելի բոլոր ստանդարտները, ինչ որ ունեն։ Բայց նորից, ձեզ թվում է նույն եվրոպական դեսպանությունները այդ ամեն ինչի չեն տեսնում այստեղ։ Իրենք մեզանից, ձեզանից շատ ավելի լավ գիտեն իրավիճակը։ Բայց կա աշխարհաքաղաքական շատ հստակ մոտեցում, շահ։ Մենք ինչ ենք անընդհատ կենտրոնացած ռուս-ուկրաինական ճակատի վրա։
Էսենչի դե հեսա ռուսները վերջացնեն կզբաղվեն, չէ։ Այդ ռուս-ուկրաինական ճակատը շատ ավելի լայն է։ Այդ այսպես ասենք հավաքական արևմուտք եւ Ռուսաստան։ Ինչ արդյունքի պետքա գան։ Դա էլ է արդեն տեսանելի։ Եթե եվրոպական լուրջ դեմքերն են արդեն ֆիքսում, որ չէ, այնուամենայնիվ պիտի խոսել Պուտինի հետ։ Սա նշանակում է, որ իրենք էլ արդեն հասկանում են, որ դա բան չի, էլի, այտենց ճկվող չի, անընդհատ ու ձգվող չի։ Ռազմական ուժով չլուծվեց Վերջի հարցը, վերջո, չի այո, լուծվում։ դա չի լուծվել։ Ուրեմն պետքա գալ ինչ-որ պայմանավորվածություններ։ Բայց նորից մտքում ունենալով, որ այդ արանքում մաքրվում են, սրբվում են եւ ջնջվում են այսպես կոչված կարմիր գծերը, ստանդարտները եւ այլն, որ Եվրոպան միշտ ջատագովն է, հա, եղել։ Ես միշտ ասում եի այն նախկինների ժամանակորից մեկի մազը թեթև շարժվում էր, ինչ աղմուկ, ինչ աղաղակ, ինչ նոր բանաձևեր, ինչ սանկցիաներ եւ ինչ հոխորտանքներ էին լսվում տարբեր այստեղի այսպես կոչված իրենց բջիջներից եւ այնտեղ։ Հիմա այս բջիջները իրենց սեփականությունն են։ Այս բջիջները իրենք են ստեղծել։ Խոսքը այսօրվա վարչակազմի մասին է։ Հիմա մարդ իրա ստեղծածին, իրա ճտերին պիտի տեր կանգնի, չէ՞, որ տենց անտեր չի թողնելու։ Բայց խորքում ավելի գլոբալ է հարցը, աշխարհաքաղաքական է հարցը։ Եվ այդ ճակատի հարցը ոչ թե Հայաստանի հետ է կապված, այլ ընդհանուր մոտեցման, վերաբերմունքի եւ վաղվա այդ վերաձևակերպման քարտեզների։ Սա է հարցը, որ այդ ճանապարհին միշտ աշխարհաքաղաքականությունը գերակա է դառնում արդեն այսպես կոչված մարդու իրավունքներ, նորմեր, կանոններ, վարվելաձևեր, վարվելակերպեր, ցավալի բան է, ահավոր բան է սա իհարկե, որովհետև գիտեք վերջի վերջ այդ արժեքային համակարգ գոյություն ուներ, որ քեզ ասում եմ, բայց ինչի Եվրոպան ինչի է քեզ դուր գալիս, արժեքային խնդիրներ կան, որովհետև մարդը այնտեղ մարդ է ասենք միացան ինչի միացան որովհետև այնտեղ մարդը ինքը գիտի որ ինքը կենտրոն շատ մարդակենտրոնության բանում աշխատում է այդ կարգապահությունը միևնույն է բայց իրանց ներքինի համար է հիմա արտաքինը ջարդուխուրդ է եղել որովհետև աշխարհակարգի փոփոխությունը ուղղակիորեն արտաքինի հետ է կապված այստեղ է թաքնված այդ ամեն ինչը նորից ուրեմն թերացել ենք ուրեմն աշխատանքը այնպեսին չի եղել ասեցի այդ ինտենսիվ անընդհատ կապը պահելը, խոսելը, բարձրաձայնելը, որքան էլ որ որոշումները բան, դու անընդհատ որ գրես քո բողոքները հայտնես, ընդ որում պարտադիր չի որ դա լինի 100,000 որ մարդկանց հավաքներով, իրենք կարող են փոքրիկ բջիջներ լինեն տարբեր հարցերի շուրջ։ Եվ այդ ամեն մի բջիջը կարող է որոշակի փոքր հաջողության պատմություն գրանցի։ Ոչ թե ես ասածս չթվա, որ ես հույս եմ փայփայում, որ դա միևնույն ականջներին կնստի մի օրվա մեջ իրենք կվերափոխվեն, բայց իրենք պետք է հասկանան, որ հայ ազգը այն ազգը չի, որին այս աստիճանի ստորացուցիչ պիտի վերաբերվեք, ոնց որ վերաբերվեցիք ամբողջ 44 օրյայի ընթացքում, ոնց որ վերաբերեցիք հետ 44 օրյա ժամանակաշրջանում։ Ձերքներդ էլ այդ ձեր ճուտիկներից ամենամեծ ճուտիկներ, ամենամեծ ճուտիկներ ձեր ձեռքը ընկել, որն էլ պարզ տանում էր այն քաղաքականությունը, որպեսզի դուք կարողանայիք գլուխը շոյեք։ Մի խնդրեմ թող քիչ լինի, որովհետև մենք պիտի Ռուսաստանից կտրվենք, էներգարեսուրսների խնդիր կա, չինական հակազդեցության խնդիր կա եւ այստեղ արդեն սկսում է այդ մեծ աշխարհաքաղաքականությունը լինեինք խելոք, այս հրաշալի աշխարհաքաղաքական դիրքը կարողանայինք ավելի ճիշտ օգտագործել, ոչ թե տես մաս-մաս, կամած-կամած մեկին տես պարտկով ես տալիս, մեկին ինչ որ ժամանակի մեջ ես տալիս, քո տարածքը վերջնում ես, զիջում ես, հետո ասում ես բա որ դուք Մերգելյանը տալիս եք, Մարսը տալիս եք, բա այդ ինչ է։ Գործարանը համեմատում եք ձեր հողի հետ։ Հետո խոսում եք սուվերենությունից, ինքնիշխանությունից եւ նմանատիպ այլ անհասկանալի ձեզ համար, որովհետեւ դուք չգիտեք դրաղադրը։ Որովհետեւ դուք չգիտեք, դուք վարչակազմի ներկայացուցիչներ չգիտեք այդ հողի գինը։ Չգիտեք, որ դա անգին է։ Դա որևէ ձևով ոչ վաճառվում է, ոչ տրվում է։ Դա պիտի պաշտպանվի, դա պիտի փայփայվի։ Նույնիսկ եթե պիտի գնաս ինչ-որ զիջումների, ոչ այդ հողի հաշվին պիտի լինի, սա է հարցը, կամ գոնե այդտեղ ինչ-որ ձևով կարողանաս քո շահերը հավասար իրավունքով պաշտպանես։ Եվ մեզ հարկավոր է իշխանություն, որը ամեն սանտիմետր մեր հողի վրա կդողա, դա կհամարի իր անձնական սեփականությունը եւ ամեն գնով կպաշտպանի այս ամեն ինչը։
Շնորհակալ եմ, շատ Ես եմ հետաքրքիր շնորհակալ։ էր։ Ես եմ շնորհակալ։ Այսօր այսքանը կհանդիպենք։